Բարև ձեզ, 2026 ինչ է լինելու նախագծի շրջանակում զրուցելու են պատմական գիտությունների թեկնածու Ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։ Պարոն Մելքոնյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Եվ այսպես սկսենք ներքաղաքական մի այսպիսի հարցից, որը կոչվում է սահմանադրական փոփոխություններ։ Փաշինյանի կառավարությունը սահմանադրության փոփոխությունների նախագիծ է մշակում, որ ըստ Արդարադատության նախարարի պետք է պատրաստ լինի մարտ ամսին 2026 թվականի։ Սահմանադրության այս նոր տեքստում ըստ Փաշինյանի չպետք է անկախության հռչակագրին հղում լինի, որում, ինչպես գիտենք, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա, ու մենք նաեւ շատ լավ գիտենք, որ պաշտոնական Բաքվից պարբերաբար պայման է դրվում Երևանի առաջ, որ եթե չփոխեք Հայաստանի սահմանադրությունը, ապա Ալիևը չի ստորագրի այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը։ Չնայած Փաշինյանը հերքում է, թե Բաքվի պահանջով է այդ փոփոխություններն անում, բայց ակնհայտ է, որ այդ ճնշման տակ է գնում սահմանադրական փոփոխությունների։ Դուք ինչ եք կարծում 2026 թվականին Փաշինյանը կգնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով եւ ինչ պայմաններում կգնա։ Նախ եւ առաջ ըստ ինձ շատ կարևոր է նշել, որ սահմանադրության որոշ փոփոխությունները ընդամենը պատրվագին արևի համար չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որովհետեւ եթե ցանկություն լիներ կամ քաղաքական կամք լիներ ստորագրել պայմանագիրը, դա իրանք կանեն։ Նույնիսկ երբ որ մենք փորձագետների հետ շփվում ենք, իրանք որևէ պատասխան չունեն մեր արգումենտին, որ ենթադրենք մի 30 տարի հետո եկավ նոր իշխանություն, նորից որոշեցին վերանայել Արցախի հարցը, արդյոք իրանք ստուգել են կլինի սահմանադրության մեջ ինչ որ հղում թե չէ, որ որոշեն այս հարցը դեն նորակարգ։ Ինքը նկատի ունեմ որևէ կոնտրարգումենտ չկա այստեղ։ Հիմա ինչ է վերաբերվում այս գործընթացին։ Մենք ունենք մի քանի հատ փաստ։ Առաջինը, ըստ բոլոր հարցումներին, որոնք մենք տեսել ենք, հասարակության մեծամասնությունը դեմ է այս գործընթացին։ Հետևաբար շատ բան նույնիսկ կախված չի կառավարությունից, բայց շատ կարևոր է թե ինչպես դա կկոմունիկացնեն, ինչպես հասարակությունը դա կընկալի։ Հաշվի առնելով, որ նպատակը դրված է, արդեն հայտարարված է դրա մասին, որ այո, այս հարցը կլինի օրակարգում 26 թվականի երկրորդ կեսում, ամենայն հավանականությամբ այս գործընթացը առաջ կգնա։ Բայց արդյունքների մասին առնվազն ըստ այսօր կարող ենք ասենք, որ այս ռեֆերենդումը չի հաջողվի, բայց կա դեռ 9 ամիս կտրված, առնվազն 9 ամիս կտրված, որ ընթացքում հասարակության կարծիքը կարող է փոխվել։ Պարոն Մելքոնյան, ինչպիսին եք տեսնում հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքը։ Դրանք, գիտեք, լարվածություն կա այդ հարաբերություններում վերջին տարիներին, այդ լարվածությունը աճելու է, ճգնաժամը խորանալու է այդ հարաբերություններում, թե կմնա այս ներկայիս վիճակում։ Այստեղ էլի մենք առնվազն պիտի ուշադրություն դարձնենք երկու ֆակտորներին։ Առաջին արտաքին ֆակտորը, թե ինչպես կավարտվի պատերազմը Ուկրաինայում եւ դրա հազարգացումները, նկատի ունեմ ԵՄ եւ Ռուսաստան հարաբերությունները, արդյոք Ռուսաստանը կունենա, ասենք, բավականին ռեսուրսներ, որպեսզի ուշադրությունը կարողանա կենտրոնական Ասիայում ավելի ակտիվ լինի, Հարավային Կովկասում, եւ երկրորդը կախված է Հայաստանի արտաքին քաղաքականությունից, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Հայաստան արևմուտք օրակարգը բերում է ինչ-որ հարցերի, օրինակ քննարկվում է ԵՄ-ի ԵԱՏՄ, որ ըստ ինձ ամեն ինչտեղ պարզ է, որ Հայաստանը ոչ ԵՄ-ի անդամ կդառնա, ոչ էլ ԵԱՏՄ-ից դուրս կգա։ Եվ այլ հարցերից, այս մի Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, տրիպը եւ այլն։ Այս համ Հայաստան-արևմուտք հարաբերությունը եւ Ուկրաինայի պատերազմը։ Ըստ այս երկու ֆակտորներին արդեն պարզ կլինի, թե ինչպես կլինեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Ռուսաստանից մենք չենք տեսնում, որ իրենք պատրաստ են լիովին վերանայել իրենց մոտեցումը Հայաստանի հանդեպ, տնտեսական տեսանկյունից, էներգետիկայի տեսանկյունից եւ այլն։ Այդ մոտեցումը իրանց մոտ դեռ չկա։ Իսկ որտեղից այդ վստահությունը, որ օրինակ ԵԱՏՄ-ից դուրս չեն գա։ Որովհետեւ բոլոր հաշվարկները, որը կան, ցույց են տալիս, որ սա տնտեսական աղետ կլինի, սա մեկ, երկրորդը նույնիսկ կառավարությունը հայտարարում է, որ այս հարցը օրակարգում չի, որովհետև շատ լավ ըստ ինձ հասկանում են, թե ինչ բացասական հետևանքներ կլինեն տնտեսական տեսանկյունից, եւ ոչ մեկ պատրաստ չի այս ռիսկերը կառավարի, նկատի ունեմ լինի դա դրսից, լինի դա ներսից։ Իսկ հապկի վերաբերյալ ինչ կասեք։ Հապկի վերաբերյալ
այո, Հայաստանը դժվար թե դուրս գա հապկից առանց որևէ տրիգերից, որովհետև հապկի դե յուրե, եկեք ասենք ասենք, դե յուրե հապկում անդամակցությունը ինքը ընդանուր Հայաստան-Ռուսաստան անվտանգության ենթակառուցվածքի մասերից մեկ է, դե հապկից դուրս ես գալիս, արդեն ընդանուր ենթակառուցվածքը կարող է փլուզվել։ Երկրորդը տրիգերը կարող է լինեն հետևյալը։ Եթե ինչ-որ հարձակում լինի կամ ինչ-որ անվտանգության ոլորտում մարտահրավեր լինեն եւ հապկը չարձագանքի այդպես ինչպես մենք կամ ընկալում ենք ըստ պայմանավորվածությունների, սա արդեն կազուզբելի կլինի, որ Հայաստանը շատ հեշտ կարողանա արդեն հապկից դուրս գա։ Մյուս դեպքերում այսպես սառեցված տարբերակով Փաշինյանը կշարունակի մնալ կառույցում։ Այո, եթե Հայաստանը չստանա ավելի լավ առաջարկ, բայց ես չեմ տեսնում, որ Հայաստանը կարող է ստանալ ավելի լավ առաջարկ անվտանգության տեսանկյունից։ Դուք պնդում եք, որ Հայաստան-Եվրամիություն օրակարգ չկա, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Անդամակցության, կներեք, անդամակցության օրակարգ չկա։ Անդամակցության օրակարգ չկա։ 2025 թվականի գարնանը ազգային ժողովը ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծ։ Ընդդիմությունը սա որակեց որպես բաժակաճառ, ոչ մի լուրջ հետևանք ունեցող ինչ-որ նախագիծ։ Իշխանությունն էլ ասում է, մենք փորձում ենք մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնել, մեր քաղաքականությունը արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել, բացի այդ ամրապնդել մեր անվտանգությունը։ Հիմա անդամակցության օրակարգ չկա։ Այդուհանդերձ, մյուս կողմից Եվրամիությունից դուք տեսնում եք, որ իրենք ցանկանում են, որպեսզի Հայաստանը դառնա իրենց կառույցի անդամ։ Դա իրենց պետք է, թե սա ընդամենը քայլ է, հակառուսական քայլ է, Ռուսաստանից Հայաստանին պոկելու, հեռացնելու ուղղությամբ։ Ես ընդհանրապես առնչվելով ԵՄ փորձագիտական շրջանակներում մեր գործընկերների հետ երբևէ չեմ լսել, որ իրենք ակնկալում են, որ Հայաստանը պիտի դառնա ԵՄ անդամ։ Ընդհանրապես։ Հակառակ իրենք ասում են, մենք ունենք ավելի լայն օրակարգ, որտեղ կարող ենք համագործակցել։ Հերթով վիզա լիբերալիզացիան։ Մենք ունենք դեր ՍԵՊԱ-ի պայմանագիրը։ Հայաստանը միացել է տարբեր ֆոնդերին, անվտանգության ոլորտում, որտեղից կարող ենք դրամ ստանալ մեր ներքին հարցեր լուծելու համար։ Եվ այլն, մի շարք բաներ կան, որը կապ չունի անդամակցության հետ։ Կարող ես լինես իրենց հետ համագործակցես այս ոլորտում։ Նույնը, որպեսզի շատ պարզ լինի, պիտի անցնի առնվազն մի 20 տարի, 10-20 տարի, մինչև մենք ստորագրենք ասոցիացիայի պայմանագիրը, որ ստանանք candidate status ու դրանից նորից մի 10-20 տարի կարատևի մեր անդամակցությունը։ Հաշվի առնելով, որ Վրաստանը սպասում էր էլի 10-ից ավել տարի, մենք դեռ չենք հասել այս ասոցիացիայի պայմանագրին։ Եվ դրանից հետո մենք կարող ենք ստանանք կանդիդատի ստատուս։ Եվ դրանից հետո նոր կարող ենք խոսենք անդամակցությունից։ Ընդ որում հարց եք ստանանք, թե ոչ։ Թուրքիան դե գիտեք, տասնյակ տարի սպասում է, այո։ Շատ լավ։ Կա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց, միևնույն ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթաց եւ թուրքական կողմը պարբերաբար մեզ հիշեցնում է, որ քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել կամ այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը Փաշինյանի եւ Ալիևի միջև չի ստորագրվել, այդ առումով որևէ բան պետք չէ սպասել, մինչդեռ հայկական կողմը անընդմեջ հույս է հայտնում, որ ի վերջո Թուրքիան սահմանները կբացի, բացի այդ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն։ Ուզում եմ հասկանալ, առհասարակ Թուրքիան ուզում է Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել, թե ոչ։ Ըստ ինձ, եթե Թուրքիան իսկապես ցանկանար Հայաստանի հետ կարգավորել հարաբերություններ ու դա իր համար կարևոր լիներ, անշուշտ Թուրքիան չէր նայում, թե ինչ է մտածում Ալիևը կամ ինչ է ուզում Ալիևը։ Եթե Թուրքիայի պես պետությունը պիտի նայի, թե իր փոքր գործընկերը ինչ է մտածում, ու եթե դա չի համընկնում իր շահերի հետ, ուրեմն ինչ-որ խնդիր կա։ Դա նշանակում է, որ Թուրքիայի համար Հայաստանը մնացել է դեր նույն մոտեցումը Հայաստանի հանդեպ ու ինքը նախընտրում է առաջնորդվել Ադրբեջանի օրակարգով, որը վերաբերվում է Հայաստանին։ Հիմա ինչ է անելու Թուրքիան։ Թուրքիայի համար շատ կարևոր, ինչպես Ադրբեջանի դեպ, ժեստերով ցույց տալ, որ կա խաղաղության օրակարգ, խաղաղության գործընթաց է։ Ժեստեր նկատի ունեմ, օրինակ, բացել սահմանը մասամբ երրորդ երկրի քաղաքացիների համար, որը նույնիսկ չի էլ անում մեծ հաշվով։ Այո, արդեն 3 տարի էս պայմանավորվածությունը կա, բայց ամենայն հավանականությամբ մյուս տարի դա կարող են անել։ Ցույց տալով իրենց, որ իրանք ինչ որ լուման, ինչ որ ներդրում ունեն այս խաղաղության գործընթացին։ Բայց դա չի նշանակում, որ այս սահմանը լիովին կբացվի, կամ կբացվեն այլ բոլոր սահմանները։
Հայաստան-Թուրքիա սահմանը լիովին բացի, կամ Հայաստանից Իրան Նախիջևանով կոմունիկացիան բացվի, կամ Հայաստանից Ադրբեջանով դեպի Ռուսաստան ճանապարհները բացվեն։ Սա ժեստեր են հիմնական, որը շատ հեշտ կարող են ետ քայլանել, որևէ առանց որևէ պարտականությունների։ Եվ նույն ժամանակ իրենք Հայաստանից ցանկանում են ստանալ ավելի շոշափելի քայլեր, որի Հայաստանը արդեն ետքալ չի կարող անել, օրինակ սահմանադրությունը փոխել, որտեղ սահման այսօր կարող են բացեն մասամբ, վաղը կարող են փակեն, սահմանադրությունը այսօր փոխեցին, վաղը արդեն շատ դժվար կլինի ետ փոխել։ Իսկ եթե ամեն դեպքում այդ նախապայմանը օրինակի պաշտոնական Երևանը կատարում է եւ ինչի մասն եմ խոսում սահմանադրության փոփոխություն, ենթադրենք կնքվում է այդ խաղաղության պայմանագիրը, դա բավարար է Անկարայի համար, որ հարաբերություններ հաստատի Երևանի հետ, թե հաջորդ նախապայմաններն եկել Հաջորդ նախապայմաններ կգան։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ այս նախընտրական փուլում, որ մենք գտնվում ենք, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակում ոչ թե խոսում են, այլ առաջ են մղում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի օրակարգը։ Եվ հիմա ոչ մեկ չի կարող ասել, որ Ադրբեջանը լուրջ չի վերաբերվում, այս հարցը չի դնելու օրակարգ։ Հիմա եթե պայմանական Ադրբեջանը դնի օրակարգ, որ 100,000-ավոր ադրբեջանցիք պիտի բնակվեն Հայաստանում։ Եվ դրանից հետո այո, մենք պատրաստ ենք բոլոր ճանապարհները բացենք։ Վաշինգտոնում եղավ նախաստորագրություն խաղաղության համաձայնագրի, որից հետո Փաշինյանը անդադասում է ես պատրաստ եմ ստորագրել, բայց Ալիևը հիշեցնում է իր նախապայմանները եւ դրանցից ամենագլխավորը, այսպես առաջնայինը այդ սահմանադրական փոփոխությունների պայմանն է, պահանջն է, նախապայմանն է 2026 թվականին։ Արդյոք Փաշինյանը եւ Ալիևը կստորագրեն վերջնականապես այդ խաղաղության համաձայնագիր կոչվածը։ Այդ դեպքում, եթե տեղ ունենա ռեֆերենդումը, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը, նկատում եմ ոչ ռեֆերենդումը որպես փաստ տեղ ունենա, այլ ինքը հաջողվի, որովհետև ռեֆերենդումը կարող է անցկացվի, բայց տապալվի, որը ավելի մեծ խնդիր կարող է ստեղծի, եւ Ադրբեջանում կարող են ասել, տեսնում ենք, մենք միշտ ասում ենք, որ բոլոր հայերը, չգիտեմ, ռևանշիստ են, ֆաշիստ են եւ այլն։ Շատ մեծ ռիսկ է նկատում այս բուն ռեֆերենդումը։ Եթե տեղի ունենում եւ անցնում է այս օրակարգը, ապա ու Ադրբեջանը նոր նախապայմաններ չի դնում, ապա դրանից հետո կարող է լինի արդեն ստորագրությունը, բայց ըստ ինձ Ադրբեջանը ամենայն հավանականությամբ փորձի ինչ-որ նոր բան ստանա Հայաստանից։ Լինի դա այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի օրակարգը մասամբ, կամ դա կարող լինեն այսպես կոչված անկլավները, որ Հայաստանը, չգիտեմ, Տիգրանաշենը տա, կամ Տավուշի մարզում ինչ-որ հատվածները տա, որովհետև իրանք փորձում են օգտագործել այս խաղաղության պայմանագրի օրակարգը, որովհետև Ադրբեջանում բոլոր մակարդակներում բաց ասում են, որ իրենց համար բուն պայմանագիրը կարևորություն չունի։ Իրենց համար երկու բաներ կա, որ առաջինը եւ Ալիևը դրա մասին ամենաբարձր մակարդակում ասել էր, ունենալ նոր որակի հարաբերություն Միացյալ Նահանգների հետ, խաղաղության պայմանագրի նախաստորագրությամբ իրանք դա հասան, եւ երկրորդը ստանալ այսպես կոչված միջանցքը։ Պայմանագիրը դա նույնիսկ երկրորդական եւ երրորդական բան չի իրենց համար։ Այդ միջանցքը ստանալու համար էլ ինչ որ փորձ կանեն։ Հիմա մենք չգիտենք ինչպիսի պայմանավորվածություններ կան, որովհետև Ադրբեջանի պայմանները, պահանջները ավելի շատ պարզ են։ Նախ եւ առաջ պիտի լինի ֆիզիկական կոնտակտ ադրբեջանցիների եւ Հայաստանի քաղաքացիների միջև, համ անցակետում նկատում մաքսային եւ սահմանապազորկերի հետ, առաջին, երկրորդը ոչ մեկ չպիտի ստուգի բեռները ուղակի։ Դա նշանակում է, որ իրենք կարող են ունենալ իրենց համար հատուկ ճանապարհ, որ մոտենում են, անձնագիրը սկան են անում, բեռնատարը անցնում է էլի սկաներով ու Հայաստանը իրավունք չունի ինչ որ մեկին հնարավորություն մուտքի հնարավորություն մերժել կամ կանգնեցնել այս 40 ավել կիլոմետր։ Այսինքն անխոչնդոտ ճանապարհ։ Այն ինչ որ Ադրբեջանն են ուզում։ Այո։ Գանք նոր աշխարհակարգի ձևավորմանը, որը ընթացքի մեջ է եւ 4 տարի շարունակ մենք տեսնում ենք ռուս-ուկրաինական պատերազմը եւ միայն վերջին շրջանում Միացյալ Նահանգներում ընտրություններից հետո այս 1 տարվա ընթացքում վերջերս Թրամփը ինչ որ փորձեր է անում այսպես կոչված խաղաղություն հաստատելու համար ուկրաինական ճակատում, իհարկե դրան այսպես ասած թերահավատ է մոտենում Եվրոմիությունը, ինչպես նաև Զելենսկին, Ռուսաստանը կարծես
ավելի կառուցողական է վերաբերվում Թրամփի պլանին, նշում եմ, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է խաղաղության լուրջ լուծումների, բայց բնականաբար իրենք էլ շահեր ունեն եւ բնականաբար այդ պլանը որոշ չափով նաեւ վերանայման ենթակա է։ Այդուհանդերձ դուք ինչ տպավորություն ունեք, արդյոք Թրամփին հաջողվելու է ուկրաինական ճակատում կանգնեցնել այդ պատերազմը, գոնե ռազմական գործողությունները կդադարեցվեն 2026 թվականին, թե ոչ։ Մենք արդեն ինձ թվում է հասկացանք, որ դժվար է կանգնեցնել պատերազմը ու պայմանավորվել քաղաքական ինչ-որ հարցերի շուրջ, որովհետև Ռուսաստանը արդեն ցույց տվեց, որ ինքը պատրաստ է ունենա ընդհանուր համաձայնագրություն, այլ ոչ թե միջանկյալ ինչ-որ փաստաթուղթ։ Դրա համար նոր փորձեր են ձեռնարկվում։ Այստեղ կա երկու հատ կարևոր ֆակտոր, որը ըստ ինձ կազդեն։ Առաջինը ինչպիսի քաղաքականություն կվարի Եվրոպական միությունը, որովհետև մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջև արդեն տարաձայնությունները շատանում են եւ Միացյալ Նահանգները արդեն պատրաստ չեն ցենց միակողմանի աջակցություն ստաբերեն ԵՄ-ին, նույնիսկ եթե դա ուղղված է Ռուսաստանի դեմ։ Երկրորդը կարևոր ֆակտորը նոյեմբեր 2026 թվականում միջանկյալ ընտրություններ Միացյալ Նահանգներում։ Եվ այստեղ Թրամփին շատ կարևոր է ցույց տալ ինչ-որ հաջողություն, լինի դա ներսում, լինի դա արտաքին ֆրոնտում, որովհետև մենք տեսնում ենք, որ իր վարկանիշը գնալով նվազում է։ Իսկ Ուկրաինայում ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերելը դա շատ մեծ հաղթանակ կարող է լինի Թրամփի համար, որ արդեն իրենք կարողանան ամրապնդեն դիրքերը կոնգրեսում։ Բայց Եվրամիությունը հակված է Թրամփի պլանը ընդունել։ Թե նա էլ պետք է բանակցի, ինչ որ կետեր այդ պլանից հանվեն։ Որոշ կետերին արդեն իրենք ոնց որ թե համաձայնեն, օրինակ որ պիտի բոլոր մակարդակներում ֆիքսվի, որ Ուկրաինան երբևէ չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ։ Հետևաբար ԵՄ-ում հիմա խոսում եմ ինչ այլ երաշխիքներ իրենք անվտանգության ոլորտում կարող են տրամադրեն Ուկրաինային։ Եվ այստեղ էլի քննարկման առարկա է, որ Ռուսաստանի համար կարող է դա լինի անընդունելի, օրինակ չգիտեմ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զորքերի ներկայություն, Բրիտանիան ԵՄ չի, բայց իրենց ներկայությունը Ուկրաինայում կամ Ուկրաինայի մոտ, կամ ռազմաարդյունաբերական կոմպլեքս ուկրաինական լինի Ուկրաինայի սահմաններից դուրս, բայց Ուկրաինայի շուրջ։ Սա էլ է խնդիր։ Հիմա իրանք փորձում են տարբեր միջոցներ գտնեն, բայց այստեղ նաև տնտեսական հարցն է առաջ գալիս։ Ճգնաժամը զգում են արդեն համ Ռուսաստանում, համ եվրոպական երկրներում։ Եվ հիմա այս ով տնտեսապես կարողանա այս հաղթահարի այս 26-րդ տարին։ Դուք հակված եք կարծել, որ ռազմական գործողությունները մոտ ժամանակներում չեն դադարի։ Մենք ունենք բոլոր ինդիկատորները, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել պատերազմը, նույնիսկ տնտեսական ճգնաժամը, նույնպես Ուկրաինան պատրաստ է, այո, իրանք ունեն ավելի շատ խնդիրներ, բայց Եվրոպական միությունը օգնում է նույնիսկ այս ռուսական ակտիվները սառեցնելով։ Անկամ եթե Թրամփը կրճատի իրենց կամ առհասարակ վերացնի ամերիկյան օգնությունը, Եվրամիության օգնությունը բավարար է, որպեսզի Ուկրաինան շարունակի։ Իրանք վերցնելու են ռուսական ակտիվները, որոնք սառեցրել են, եւ դա այս գործընթացն է հիմա տեղ ունենում։ Ավելի քան 200 միլիարդների մասին է խոսքը։ Այո, սա հնարավորություն կտա առնվազն 2-3 տարի պատերազմ վարել։ Իսկ այստեղ արդեն մարտականակի խնդիր է Ուկրաինայի կողմից։ Այո, շատ լավ, հասկանալի է։ Ինչ է կատարվում Չինաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում։ Տարեսկզբին այսպես կոչված առևտրային պատերազմ սկսվեց Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև։ Գարնան օրինակ Թրամփը հայտարարում էր, որ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև հարաբերությունները շատ լավն են, մենք չենք ցանկանում վնաս հասցնել Չինաստանին։ Ձմռանը այս ամսին արդեն Թրամփի կողմից մի այսպիսի հայտարարություն էր եղել, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում ամեն ինչ լավ կլինի, սակայն դրա համար հարկավոր է արդար համաձայնագիր։ Հիմա ինչ է սպասվում Միացյալ Նահանգներ-Չինաստան հարաբերություններին։ Բոլորին ըստ ինձ պարզ է, որ նույնիսկ Թրամփի համար Չինաստանը ամենամեծ խնդիրն է արտաքին ֆրոնտում։ Հիմա կարևոր հասկանալ ինչքանով Միացյալ Նահանգները պատրաստ են Տայվանի օրակարգի շուրջ ակտիվ լինեն, սա մեկ, երկրորդը ինչքանով իրենք պատրաստ են բավական ռեսուրսներ ծախսել ընդհանրապես Չինաստանին դեմ ինչ-որ քայլեր անել, որովհետև իրանք փորձում են հնարավորինս նվազեցնել արտաքին ճակատներում ներգրավվածությունը եւ բոլոր գումարները ավելի ուղեկցեն դեպի Միացյալ Նահանգներ։
Եվ եթե մենք կարտանք ռազմավարությունը, ազգային անվտանգության ռազմավարությունը, Միացյալ Նահանգներ, որ հրատարակել են, այնտեղ նաև շատ կարևոր էր այս վերջերս առաջ անգամ եմ բարձր մակարդակում տեսել ռազմական կայունության մասին շեշտացեր, դա նշանակում է, որ գլոբալ միջուկային եւ ոչ միջուկային ուժերի բալանս պիտի ստեղծի, որ ռազմական կայունությունը լինի, ներառյալ նաեւ Չինաստանը։ Նշանակում է, որ խոսքը գնում է ավելի լայն պայմանավորվածության մասին։ Հիմա բարձր որ Միացյալ Նահանգները, եթե չեն աջակցում իրենց նախկին գործող դաշնակիցներին Եվրոպական միության, ապա դա նշանակում է, որ իրենց դաշնակիցները պատրաստ չեն լինելու աջակցել Միացյալ Նահանգներին իրենց օրակարգում Չինաստանի դեմ։ Իսկ միակողմանի Միացյալ Նահանգները առանց դաշնակիցների դժվար թե կարողանա հաջողությամբ ինչ-որ օրակարգ վարի Չինաստանի դեմ։ Բայց ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները իր հիմնական ռեսուրսները ուղղելու է դեպի Չինաստանը։ Այո, դա համար Ճապոնիային կաջակցեն, Հարավային Կորեային կաջակցեն, եւ այստեղ ամենամեծ խնդիրը Թայվանի շուրջ է այստեղ։ Ու քանի որ մենք խոսում ենք նոր աշխարհակարգի ձևավորման մասին, դուք ինչ եք կարծում 2026 թվականին աշխարհի այս կամ այն կետում հնարավոր է ռազմական նոր բախումների օջախներ հայտնվեն, թե ոչ։ Նոր կամ հին, ապա սառեցված, որոնք կարող են կրկին Իսրայելի շուրջ այդ անկայունության, ասենք ասենք, օղակները կան Լիբանանի ուղղությամբ, որովհետև Հեզբոլլահն վերականգնեցնում է իր ներուժը, բարձր որ սա Իսրայելի համար մեծ խնդիր է, հաշվառնելով որ իդեպ Իսրայելում էլ է նախատեսված աշունը ընտրություններ, սա մեկ, երկրորդը Սիրիայի շուրջ, ներքին եւ արտաքին ներգրավվածությամբ, որովհետև այդտեղ քրդերի հարցը դեր չի լուծվել, դեր կա դրուզների հարցը եւ անշուշտ կա Իրանի ֆայլը ճակերտներով, որ Իրանը մենք տեսնում ենք որ վերականգնեցնում է իր ռազմական ներուժը եւ Իսրայելն է վերականգնեցնում եւ հենց Իսրայելում տեսնեն ինչ որ մի հատ նշան, որ Իրանը նորից վերականգնեցնում է իր միջուկային ծրագիրը, սա կլինի արդեն կազուսբելի հարձակման համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հիշեցնեմ, ես զրուցում էի պատմական գիտությունների թեկնածու Ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի գիտ աշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։